Կառավարման համակարգը շատ լավ։ Երևի թե ձեզ հետաքրքրում է հետևյալ խնդիրը, այս նոր կառավարման համակարգը արդյունավետ կլինի թե ոչ, չէ, եւ դրական ակնկալիքներ կունենանք թե ոչ։ Ուրեմն հետևյալն է, տեսեք, կառավարման նոր համակարգը խորհրդարանական կառավարման ձևը, դա կարելի է ասել կառավարման ձևերով, եթե վերցնում ենք կիսանախագահական, նախագահական կամ խորհրդարանային, սրանք առավելապես ապահովում են տեխնիկական կողմը, խնդրի տեխնիկական կողմն են ապահովում, այսինքն խնդրին հասնելու մոտեցումները։ Մինչդեռ նորից եմ կրկնում, մեզ մոտ դրական արդյունք ակնկալելու համար առաջին հերթին անհրաժեշտ է աշխատել մեր եւ իշխանավորների եւ հասարակության մտածելակերպի եւ իրավական գիտակցության մակարդակի վրա։ Ես նորից եմ կրկնում, եթե խորհրդարանական կառավարման ձևի անցնելուց հետո պետք է մեր հասարակությունը իր վստահության քվեն տա էլի այն նույն պատգամավորական կազմին, որ այսօրվա ազգային ժողովում կա, այսինքն եթե ոչ կոմպետենտ անձինք դարձյալ դառնան ազգային ժողովի պատգամավոր, այստեղ բացարձակապես կապ չունի կառավարման խորհրդարանական ձև ունենք, թե կիսանախագահական։ Առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքակրթվել։ Քաղաքակրթվելու պարագայում նոր արդեն խորհրդարանական կառավարման ձևը, որը բնորոշ է հենց ժողովրդավարական պետություններին, ժողովրդավարական հասարակությանը, նոր այդ դեպքում կարելի է ճաշակել պտուղները։ Հակառակ պարագայում, եթե այս նախադրյալները չլինեն, ոչ դրական, ոչ բացասական առումով որևէ փոփոխություն չի լինելու, ինչ կա, այնպես էլ մնալու է։